Պարոն Ղազարյան, Դրդաց Սարգսյանի մասին Այստեղ է։ ինչ դիտարկումներն եք, պատգամավոր դարձավ փաստացի հայտնի աղմկահարույց միջադեպից հետո։ Դրանց առաջ մարզպետ էր։ Նա մարզպետ էր դրանից առաջ, ԿՊ-ն վերցրեց իր թերին։ Դրանց առաջ իրանց շենքի լիֆտի փողի հավաքողներ։ Դրդաց Սարգսյանը։ Այո, իր կարիերը, իր Զեմլյակ եք, չէ՞ կարծեմ դուք, թե ոչ։ ինքը ծագումով է Վայոց-Ձորից, ինքը իրան շենքի լիֆտի փող հավաքողն է եղել ու մարզպետի դա եղել է մարզպետի պաշտոնի նախորդող պաշտոնը։ Այսինքն լիֆտի փող հավաքելուց անցել է մարզպետի ընդ որում մարզպետի պաշտոնը նրա կյանքում առաջի աշխատանքն է, ոչ թե պաշտոնը, աշխատանք, որ ամեն մարդ սկսում է աշխատել, չէ՞։ Դրդաց Սարգսյանի առաջի աշխատանք եղել է Վայոց-Ձորի մարզպետ։ Հետո եղել է այդ խայտառակ միջադեպը, որից հետո նա իբր հրաժարական տվեց ու նշանակվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար, հետո ընտրվեց ազգային ժողովի պատգամավոր, կոնկրետ կիլոգրամով չեմ կարող ասեմ ինչ փոփոխություններ ա եղել իր կյանքում, որովհետև դա որոշակիորեն նաև տեսանելի է, բայց ինտելեկտուալ առումով որևէ առաջընթաց ես չեմ նկատել, բայց կուզենայի օրինակ իր հետ էլ հանդիպել, հասկանալ իր մոտեցումները անվստահության գործընթացի հետ կապված։ Բայց մարդը եթե այդպիսի կարիերային աճ է ունեցել, ինչպես դուք եք նշում, լիֆտի փող հավաքողից դարձել է պատգամավոր, ինչու պիտի անվստահություն հայտնի իր քաղաքական հորը առաջնորդին։ Որովհետև իր քաղաքական առաջնորդի կենսագրությունը ավելի վատն է, քան Իրանը։ Որովհետև իր քաղաքական առաջնորդը նաև պետական դավաճանության, պաշտոնական դիրքի իշխանության յուրացման, այլ ենթադրել հանցանքներ է իրականացրել, որին ակամայից ներքաշել է նաև Դրդաց Սարգսյանին։ Հետևաբար ես կարծում եմ, որ Դրդաց Սարգսյանը պետք է որ նրան մասնակցի նրան իշխանությունից հեռացնելու գործընթացին։ Դժվար է ասել, դժվար, շատ դրական են ձեր սպասումները, կանխատեսումները իրանց ապագայի հետ կապված, ես ճիշտ ասած այդ լավատեսությունը չեմ կիսում։ Եվ մեկ հարցել Ռուբեն Ռուբինյանի հետ կապված։ Չի տա փող, ասենք։ Ուղղակի բնակիչները չեն տա, եթե նույնիսկ ինքը ստանձնի։ Ռուբեն Ռուբինյանի հետ կապված ասացիք, որ անպատասխան չի մնալու իր այդ հայտարարությունը, որ համապատասխան չի ուզում գալ ձեր այդ հանդիպման, ինչ քայլերի եք դիմելու, ինչ։ Ասեցի արդեն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին գլխավոր դատախազին։